Պիտի արագացվի այս process-ը, որովհետև Ուկրաինայում դեռ Ռուսաստանն ու Արևմուտքը կես քայլ առաջ, մեկ քայլ հետ, այդ տարբերակով կոնֆլիկտը դեռ ապասառեցված չէ, տաք է։ Ինչ պիտի անել, պիտի Հայաստանը որպես տարածաշրջանային խաղացող դերից, որը վերացել է վաղուց, շուտ փաստաթղթավորումը այնպես անել, որ որևէ արգելք չլինի այս տարածաշրջանում, մենք թրիփը հատվածական ենք դիտարկում, բայց ամերիկյան պրոյեկտը շատ ավելի մեծ է, թրիփը ընդամենը հայաստանյան հատվածն է, անունն է այդպիսին։ Դե Ալիև ասեց, չէ, թրիփը անցնում է Զանգեզուրի միջանցքով։ Այո։ Եվ նույն այդ մոտեցումը կիսում են բնականաբար Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգների համար ոչ մի տարբերություն մեծ հաշվով, եթե դու պիտի վերարտադրվես այստեղ իշխանությունում եւ դու խնդիր ունես ամերիկյան այդ ծրագիրը վերջնականապես կյանքի կոչելու, անունը թրիփ դիր Զանգեզուրի միջանցք մի դիր, ամերիկացիք ընդհանրապես որևէ խնդիր չունեն, էլի այդ պայմանականությունների հետևից չեն ընկնում։ Դա Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է ներսում ինչ որ թուղթ ցույց տալու համար, որ տեսակ ընդդիմադիրներ, որ ասում են Զանգեզուրի միջանցք, ոչ մի միջանցք էլ չկա, հակառակ փաստին, որ ադրբեջանցի բոլոր պաշտոնյաները, ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, որևէ մեկը թրիփ ծրագրի անունը չի տվել, այսինքն իրենք անվանում են դա Զանգեզուրի միջանցք, նույնն էլ Թուրքիայում են անում, միայն այստեղ են, որ այդպես են ասում։